Նախորդ շաբաթ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի 19 ամերիկյան դեսպանատները չեն գործի ևս մեկ շաբաթ։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնին, հիմնավորելով որոշումը տեղեկություններով, թե մինչ այս հայտարարված վտանգը, որ Ալ-Քաիդան և ահաբեկչական այլ կազմակերպություններ նախատեսում են հարձակումներ իրականացնել, դեռևս առկա է։ Հիշեցնենք, որ ամերիկյան դիվանագիտական առաքելությունների դեմ հնարավոր հարձակման վերաբերյալ տեղեկություններ էին ստացվել ամերիկյան գաղտնի ծառայությունների կողմից, որոնց ըստ պաշտոնական տեղեկատվության հաջողվել էր ձեռք բերել Ալ-Քաիդայի ներկայիս ղեկավար Այման Ալ-Զավահիրիի հաղորդագրությունը այդ կազմակերպության Եմենի առաջնորդին։ Զուգահեռաբար վերլուծաբանների պնդմամբ գործընթացը հիշեցնում է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի նախօրեի իրավիճակը։ ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Սեյսբուրգ քաղաքի քաղաքային խորհրդի նիստի ընթացքում տեղի ունեցել հրազենի կիրառության միջադեպ։ 59-ամյա Ռոքնե Նյուվելը ներխուժել է քաղաքապետարանի շենքի նիստերի դահլիճն ու կրակ բացել, ինչի արդյունքում 3 մարդ զոհվել, ևս 2-ը վիրավորվել են։ Նախնական տվյալների համաձայն Նյուվելի գործողությունները պայմանավորված են եղել իր սեփականությունը համարվող մի տարածքի հարցում քաղաքային իշխանությունների հետ ունեցած հակասություններով։ 1984 թվականից քաղաքապետարանի որոշմամբ նա ստիպված է եղել լքել իր տունը ապրելով մեքենայում։ 3 անձանց մահվան պատճառ դարձած բողոքի այս ծայրահեղ գործողությունից հետո Նյուվելն ինքը մահացել է իր իսկ հրազենից, երբ հանդիպման մասնակիցներից մեկը փորձել է կանխել վերջինիս գործողությունները։ Այս շաբաթ մեկնարկելու են 2009 թվականին ԱՄՆ-ի Թեխաս նահանգում գտնվող Ֆորթ Հութ ռազմակայանում տեղի ունեցած սպանության ելքով միջադեպի վերաբերյալ դատական լսումները։ Ամերիկյան բանակի մայոր Նիդալ Հասանը մեղադրվում է 13 կանխամտածված սպանություններ իրականացնելու մեջ։ Մեղավոր ճանաչվելու պարագայում Հասանին սպառնում է մահվան դատավճիռ։ Ռազմական դատարանում նախատեսվում է միջադեպի ընթացքում վիրավորված Ալոնզո Լուսֆորդի վկայությունը, ով ի դեպ երկար ժամանակ կոմայի մեջ էր։ Ինքը Նիդալ Հասանը որոշել է անձամբ ներկայացնել իր շահերը դատարանում։ Ենթադրվում է, որ դատավարությունը կարող է տևել մի քանի ամիս։